Կրթությունից աշխատանք անցումը մեկ քայլ Հայաստանում մեկնարկել է երիտասարդների զբաղվածության խթանման ծրագիրը, որն այժմ ակտիվ փուլում է։ Նախաձեռնությունը հատկապես երրորդ կուրսի ուսանողների համար է հնարավորություն, ընձեռելով նրանց դեռևս ուսումնառության ընթացքում մուտք գործել աշխատաշուկա։ Պետական համակարգը չէին պատկերացնում որպես առաջնային իրենց գործատու։ Տպավորություն էր ստեղծվել, որ պետական համակարգում ամեն ինչ հին է, մարդիկ տենց հին են, տաղտկալի աշխատանք է, բայց օրինակ ուրախությամբ կարող եմ ասել, որ 2-3 տարվա ընթացքում, երբ որ մենք շփվում ենք ապագա հիմնադրամի մեր ուսանողների հետ, իրենք նույնպես հասկացել են, որ փոփոխվող այս դինամիկ փոխվող աշխարհում մեր պետական համակարգները շատ դինամիկ փոխվում։ Չգիտեմ ինչ մասնագիտություն ընտրեմ, որ եկամտաբեր լինի, բայց շատ եմ սիրում բնագիտական առարկաները։ Անկեղծ չգիտեմ, թե ինչ ընտրություն անեմ, որ հետո չփոշմանեմ, շատ եմ մտածում։ Քայլեր կան, սակայն աշխատանք գտնելը դեռևս հեշտ չէ։ Մասնագետները նշում են, երիտասարդների նախասիրությունները զգալիորեն փոխվել են։ Ծանր արդյունաբերությունը, որտեղ աշխատանքը ֆիզիկապես ծանր է, աղմկոտ եւ հաճախ վտանգավոր, այլևս գրավիչ չէ նոր սերնդի համար։ Երիտասարդները նախընտրում են ավելի թեթև աշխատանքներ։ Եթե հնարավորություն ունեն, գնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, տնտեսագիտական ուղղություններ, փոքր ինժեներական ոլորտներ, լրատվություն, դիզայն կամ սննդի արդյունաբերություն։ Շատերը նաև սովորելուն զուգահեռ աշխատում են սպասարկման ոլորտում, ինչը դրական միտում է, ասում է Գործատուների միության նախկին նախագահն ու հավելում։ Միևնույն ժամանակ մասնագիտական ընտրության միտումները մտահոգիչ են։ Ինժեներական եւ բնական գիտությունների ոլորտները աստիճանաբար կորցնում են իրենց գրավչությունը։ Մակարյանն ասում է, երիտասարդները հաճախ նախընտրում են չաշխատել, քան աշխատել ցածր աշխատավարձով։ Երիտասարդները քանի գնում ավելի քիչ են գնում պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ինժեներական կրթությունը չեն ուզում, կամ էլ այդ ոլորտում աշխատատեղեր չկան, իրենք էլ դες չեն նախընտրում այդտեղ գնալ, որ համալսարանները, որ ունեն, ասենք թե ինժեներական կրթություն, ասենք օրինակ պետական համալսարանում, դա կարող լինել ասենք քիմիական ֆակուլտետ, բիոլոգիական ֆակուլտետ կամ ֆիզիկայի ֆակուլտետ, այնտեղ միայն ՏՏ-ի հիմնականում մասնագետներ են գնում։ Աշխատաշուկայում ձևավորվել է փակ շրջան։ Գործատուները նշում են, երիտասարդները չունեն բավարար փորձ եւ գործնական հմտություններ, իսկ երիտասարդները իրենց հերթին ասում են, առանց փորձի աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Այս ամենին ավելանում են նաեւ այլ խնդիրներ՝ ցածր աշխատավարձի առաջարկներ, կրթության եւ աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն եւ մասնագիտական կողմնորոշման պակաս։ Սակայն փորձագետները վստահ են, իրավիճակը կարող է փոխվել, եթե կրթական ծրագրերը ավելի սերտ կապվեն գործատուների պահանջների հետ, իսկ երիտասարդներին տրվեն գործնական հմտություններ ձեռք բերելու իրական հնարավորություններ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։